անվտանգություն, ինքնիշխանություն, վճռականություն, դիմակայունություն, Եվրամիությանն անդամակցություն, զարգացած տնտեսություն, ուժեղ բանակ, վստահելի դաշնակիցներ, ազգային արժանապատվություն, միասնականություն, համերաշխություն, պատասխանատվություն, օրենքի գերակայություն, անկախ դատարան, կոռուպցիայի մերժում, բարձր աշխատավարձ, անվճար բարձրագույն կրթություն, հասանելի առողջապահություն, արժանապատիվ թոշակ, հանուն հանրապետության, քո ձայնը խորհրդարանում։ Սիրելի ժողովուրդ, շարունակում ենք մեր զրույցները քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակի գործընկերների հետ եւ ներկայացնում եմ Անահիտ Ավանեսյանին, ով քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականում է։ Տիկին Ավանեսյան, որն է ձեր այսօրվա եւ ընդհանրապես հիմնական նախընտրական ուղերձը մեր ժողովրդին։ Պարոն վարչապետ, նախ ուզում եմ շնորհավորել եւ նորից արձանագրել, որ մեծ երջանկություն է խաղաղության պայմաններում հաստատված գնալ հերթական ազգային ժողովի ընտրությունների, երբ որ երկրում ժողովրդավարություն է, որովհետեւ այն անձինք, ովքեր օրինակ այս տարի պիտի առաջի անգամ ընտրեն, առաջի անգամ են մասնակցելու համապետական ընտրությունների, շատ կարևոր է, որ իրանք ունեն հնարավորություն լսելու բոլոր քաղաքական ուժերին, իրենց աչքով տեսնելու այն փոփոխությունները, որոնք երկրում եղել են, ամեն օր արձանագրվում են եւ կարողանան ազատ կերպով ընտրություն կատարեն, իրենք որոշեն իրենց ապագան, իրենց այսօրը, որովհետեւ ժամանակին դա շատ մեծ շքեղություն էր մեզ համար թվում եւ կարծում եմ դա շատ թանկ ձեռքբերում է, որը մենք այսօր ունենք եւ ընտրությունն էլ շատ հստակ է, շատ ընտրությունը նրա մասին է, որ մենք խաղաղությունը փայփայելով ծաղկացնում ենք Հայաստանը ու երիտասարդներ ջան, ձեր ապրելու երկիրն է լինում Հայաստանը, որտեղ դուք կարող եք ապրել, ստեղծագործել, աշխատել, կրթվել ամենալավ բուհերում եւ ճամփորդել, լինել մեծ աշխարհի մի մասը, լինել Հայաստանի քաղաքացի, բայց նաեւ աշխարհի քաղաքացի։ Չգիտեմ, 20 եվրոյով թռնել Եվրոպա, գնալ, տեսնել, բերել Հայաստան, ձեր 2 եվրոյով Կիպրոս, այո, 2 եվրոյով Կիպրոս, եւ ձեր զգալ ապրելով Հայաստանում, ունենալով ձեր հայկական ինքնությունը, երջանիկ լինելով Հայաստանում, լինել միևնույն ժամանակ մեծ աշխարհի մի մասը, եւ մենք այսօր այդ արդեն ունենք, մենք այսօր արդեն ապրում ենք այդ իրական Հայաստանում, եւ սա է ընտրությունը եռագլուխ պատերազմի կուսակցության մեջ է, որը տարբեր մեծ ու փոքր գլուխներ ունի, որոնք տեսանելի են եւ անտեսանելի, եւ մյուս ընտրությունը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է, որը ազնիվ, բաց, թափանցիկ նախ ներկայացնում է այս տարիների ահռելի աշխատանքը, որը ուղղված է հենց մեր բոլորի ընտանիքների բարեկեցությանը, օրինակ մեր երեխաների առողջությանը, մեծահասակների, ընդհանրապես բոլորի առողջությանը, կրթությանը, ճանապարհներին, համայնքային զարգացմանը, երիտասարդական կենտրոններին, ստեղծմանը, դպրոցներին, բուհերի վերափոխմանը, եւ սա է, որ դուք Հայաստանում ունենաք լավագույն ապրելու տեղը եւ ստիպված չլինենք մեր կյանքը զոհաբերելուց փախնելու համար Հայաստանից գնալ։ Ինչ այլոց, ես այս վերջերս առաջի անգամ այդպիսի համարձակություն դրսևորեցի, արձանագրելու, որ Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում, նախկինում, երբ որ այդ կարգի, այդ բնույթի հայտարարություններ, այսինքն դրան միտված հայտարարություններ փորձում էի անել կամ անում էի, դրանք շատ մեծ դիմադրության էին արժանանում եւ ինձ շատ հետաքրքրեց եւ հուզեց, որ այս անգամ, երբ որ իհարկե մենք ուղի եթերում մեր այցելությունների վայրերը ցույց տալով կառուցված ճանապարհներ եւ այլն վերականգնվող մանկապարտեզներ այդ արձանագրումը արեցի, ինձ հետաքրքրեց, հուզեց, որ շատ մեծ արձագանք ստացավ այդ հայտարարությունը եւ ես առաջին անգամ էր, որ դիմադրություն չզգացի այդ պնդմանը, որ Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է եւ այստեղ իհարկե ինչքան էլ մենք նկատի ունենք քաղաքական
գործունեությունը ընդհանուր առմամբ, բայց առողջության ապահովագրությունը ես զգում եմ, որ իսկապես ինքը շատ մեծ փոփոխություն եւ շատ մեծ բարեփոխում է եւ ակնհայտ է, որ երկրում տրամադրության փոփոխության վրա շատ էական ազդեցություն է ունեցել։ Եվ ելի եմ ասում, մենք անդադ շեշտում ենք, որ 65+ տարիքի մեր թոշակառուների համար է այդ ծրագիրը եւ այդպես է, բայց շատ կարեւոր եմ համարում նրանց ընտանիքի անդամներին, նրանց զավակներին, ովքեր ասում եմ միշտ այդ տարիքի ծնող ունեցողը միշտ որոշակի լարվածություն է ունենում, բավ եթե ինչ որ խնդիր լինի, ինչպես ենք մենք դա լուծելու։ Հիմա մեր պետությունը կանգնած է քաղաքացիների կողքին եւ ես կուզենայի նաեւ ձեր տպավորությունները կիսեք այդ թեմայով։ Մենք ուր ենք նախ արձանագրենք, որ մենք ի վերջո հիմա հետայած շատ ուրախ ենք, որտեվ շատ անորոշություններ եւ լարվածություններ կան եւ այս բարեփոխումը նաեւ ցույց տվեց, որ մեր էմպնդումը, որ մենք ոչ միայն կարդում ենք կամ զեկույցներ, մենք զգում ենք նաեւ երկիրը, նրա կարիքները եւ նաեւ մի հերրակա եւ մենք մեր ժողովրդին զուգահեռ ենք մտածում։ Սա շատ կարևոր արձանագրում է եւ հիմա համակարգի գործունեության մասին որոնք են մեր վերջին տվյալները եւ մեր վերջին տպավորությունները։ Պարոն վարչապետ, իհարկե երբ որ մեկնարկում էինք, իսկապես անգամ նոյեմբեր-դեկտեմբեր ամսին, չնայած որ շատ երկար ենք պատրաստվել եւ պատրաստվել ենք մաս բարեփոխումներ անելով, բայց միևնույնն է մեր ցանկություններ, որ մարդիկ միանգամից կան ազդեցությունը եւ առաջի փորձառությունները դրական լինի։ Եվ ուրախ եմ, որ այսօր ականատես ենք, որ չկա մի տուն, որտեղ մտնենք եւ նրանցից ինչ որ մեկը օգտված չլինի առողջության ապահովագրությունից, եւ այդ թվերը մենք 1.700.000 ապահովագրված շահառուներ ունենք։ Այս պայն արդեն 1.700.000։ Ես ասեմ, որ պարոն վարչապետ, նաեւ այդ ձեր կոչը, որ 200.000 դրամից անց աշխատավարձը մարդկանց համար այդ մեծ երաշխիք ունենալու համար մենք այստեղ էլ փոփոխություն ունենք մարդկանց աշխատավարձի աճի հանգամանքով եւ արդեն մոտ 800.000 անձ օգտվել է որևէ ձևաչափով առողջության ապահովագրությունից։ Մեծ կամ 800.000 մոտ 800.000 որևէ ծառայություն ստացել է։ Իսկ սա ահռելի մեծ թիվ է, սա որոշ մարդիկ բարբերական են։ Ներողություն 800.000 մարդ ծառայությունը ստացել է, շատ լավ է, բայց ուրիշ արձանագրում կա։ Փաստորեն մենք համակարգային առումով պատրաստ էինք 800.000 մարդուն ընդունել, ճանապարհել, որովհետև դա շատ կարևոր բան է։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել պետպատվերի հետ կապված այդ փուլային փոփոխությունները, որ մենք անում ենք, ամեն փուլից հետո որոշակի ժամանակ հետո այդ աղմուկը, այդ որոշակի անհանգստությունը, լարվածությունը մենք զգում էինք, բայց նաև այդ լարվածության փուլերը անցնելու շնորհիվ է, որ մենք հիմա շատ ավելի պատրաստ ենք, որտեվ այդ ստրես տեստերը հաջողությամբ անցել ենք եւ ստրեսները հաջողությամբ անցել ենք եւ 800.000 մարդու մենք փաստորեն մի րոպե 4 ամսվա ընթացքում 800.000 մարդու արդեն 5-րդ ամիսն է, որ այո այդքան մարդ օգտվել է եւ հենց այդ էր, որ մենք տարիներին թե կապիտալ ծախսերով ենթակառուցվածքները ընդլայնեցինք, սարքավորումներով հագեցնում ենք, էլեկտրոնային նույն դեղատոմսերը մտցրեցինք, մյուս հատվածները մտցրեցինք եւ օֆերտայի ծրագիրը արեցինք, այսինքն փուլ-փուլով եկանք նախապատրաստելով համակարգը, որովհետեւ իսկապես շատ չբավարարված կարիք կար, պարոն վարչապետ, մարդիկ տարիներով հետաձգում էին իրենց աչքի վիրահատությունը, շատ անհրաժեշտ կենսական անհրաժեշտ վիրահատություններ դեղորայքի ստանալը եւ ըստ էության համակարգը կարողացավ այս մեծ հոսքը սպասարկել եւ արդեն ընկրել ենք ավելի ռուտին վիճակի մեջ։ Իմիջայլոց ասեմ, ես ուզում եմ մի վերջին նամակագրության մասին պատմեմ, որովհետեւ վերջերս մի քաղաքացի ինձ նամակ էր գրել գործնականում նախորդ շաբաթ, որ ինձ հրաժարվեցին վիրահատել առողջության ապահովագրության համակարգով եւ այլն։ Ես նամակը վերահասցեագրեցի առողջապահության նախարարին եւ հանձնարարության, որ պարզել թե ինչն է պատճառը, որ մարդուն մերժել են, եւ պատասխանը շատ հետաքրքիր էր։ Պարզվեց, որ ցուցված չի մարդուն վիրահատություն, այսինքն այս խնդիրը կա։ Այսինքն մարդը գնում է բժշկի, ասում է ինձ վիրահատեք, բժիշկը նայում է, ասում է
դուք վիրահատության կարիք չունեք, մարդը ասում է չէ, ինձ վիրահատեք։ Ժողովուրդ ջան, այդ այսինքն այնուամենայնիվ բժիշկներն են որոշում, մենք վիրահատության կարիք ունենք, թե չունենք։ Եվ սա իհարկե ես հասկանում եմ, այսինքն բուժումը վիրահատություն եւ չէ վիրահատության մեջ չի, կան նաեւ իհարկե թերապևտիկ բուժումներ, ինչպես բժիշկները սիրում են ասել, կոնսերվատիվ լուծում բուժումներ եւ այլն, այսինքն այդտեղ այդ դեպքը այն չէր, որ մարդուն, այսինքն ինքը նենց էր գրել, որ այ առողջության ապահովության համակարգը հրաժարվում է ինձ վիրահատի, բայց այո, հրաժարվում է, որովհետեւ քաղաքացին վիրահատության կարիք չունի, այստեղ է ամբողջ խնդիրը եւ ուզում եմ սա անպայման հաշվի առնել։ Վերջը ես հիմա շատ զարմացած եմ, որ էլի եմ ասում, որ ես հիշում եմ 2025 թվականի ամեն դեպս օգոստոս մինչև նոյեմբեր ամիսներին իմ մասնակցությամբ երևի տասնյակներ։ Ես ընթացքում տասնյակներ վերջին ամիսներին է քննարկումներ են եղել եւ ես հիշում եմ որոշումներ կայացնելու գործընթացը եւ ես հիշում եմ, որ հոռետեսությունը ավելի շատ էր, քան լավատեսությունը, բայց ի վերջո ես շատ ուրախ եմ, որ երկար քննարկումների արդյունքում ընդհանրապես էլ է կարևոր։ Ես այդ աշխատավոճն եմ սիրում, որ քննարկում ենք, որ համոզվենք, որ բոլոր հնարավոր կարծիքները լսեցինք, բայց X պահի պետք է կայացնել որոշում եւ այդ որոշումը իրականացնել եւ ես շնորհակալ եմ, որ այդ որոշումը պատշաճ մակարդակով իրականացվել է, բայց հիմա ուրիշ հարցի կանդրադառնայի, պարոն Միրզոյանի հետ խոսակցության ժամանակ էլ խոսեցինք, ես կուզենայի դուք ձեր տպավորությունները կիսեիք մեր ներկուսակցական քվեարկության արդյունքների վերաբերյալ, որտեղ ասում եմ, շատերը ես զգում եմ, որ նույնիսկ ասենք ծանոթ մարդիկ այնպես վերաբերվում են, որ այդ իրականում ես մաքսիմում կամ եւս մի քանի հոգի նստել գրել ենք այդ ցուցակը, հետո դե քվեարկությունն էլ տենց անտուրաժի համար իրականացրել ենք, դե որ տենց լինի։ Ես կուզենայի ձեր տպավորությունները կիսեք, ընդ որում ուզում եմ հիշեցնել, որ նաեւ դուք կուսակցության վարչության տեխնացու որպես առաջադրված էիք, բայց չընտրվեցիք վարչության անդամ, բայց հիմա ընդամենը քանի ամիս անց է, մի քանի ամիս հետո փաստորեն քվեարկության արդյունքներով հայտնվեցիք համասնական ցուցակի 3-րդ հորիզոնականում։ Կուզեի, որ ձեր փորձի մասին պատմեք։ Նախ իսկապես նման երևի փորձառություն որ չէր եղել Հայաստանում ներկուսակցական եղել էր, բայց այդ ժամանակ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը փոքր կուսակցություններ Սայաթնովա 9-ում տեղավորվում։ Հանրային ազդեցությունը այդպես չէր։ Ընդ որում լուսաբանել ենք, բայց բնականաբար այն ժամանակ տենց ուշադրության չի արժանացել։ Ուզում եմ ասեմ, ներողություն եղել է ի սկզբանե մեր կանոնադրության մեջ հետևյալը, եթե արտահերթ ընտրությունները ցուցակը ձևավորում է վարչությունը, որտեղ ժամանակի խնդիր կա, մեր հերթական ցուցակի ընտրություն ձևավորումը 3 ամիս տևել է, հունվար, փետրվար, 3 ավելի քան 3 ամիս տևել է, իսկ արտահերթի դեպքում մենք ընդամենը 20 օր ունենք այդ ամեն ինչ անելու։ Երկու անգամ ԿՊ-ն հերթական ընտրությունների մասնակցել 2017-ին եւ 2026-ին երկու անգամ էլ կուսակցական փակ գաղտնի վարկանիշային քվեարկությամբ ձևավորվել ցուցակը եւ ձեզ կցանկանայի շարունակեք։ Իմ տպավորությունները, որ շատ մրցակցային, չափազանց հավասար պայմաններով ամեն ձայնի համար աշխատանք տանելով հանդիպումներով մեր մոտեցումները ներկայացնելով, ներկայանալով մեր կուսակցականներին, իսկապես շատ բարդ ընտրություններ են, պարոն վարչապետ, եւ պիտի ասեմ, որ այս ներկուսակցական ընտրությունները նաեւ մեզ համար է շատ մեծ փորձառություն եւ այն արդյունքները ինչ որ ունենք շատ
մեծ պատասխանատվություն եւ պատիվ է, որ նախ քո կուսակցական ընկերների մեջ կարողանում ես ներկայանալ քո կատարած աշխատանքով, լսելով եւ աշխատանք տանելով, ամեն ձայնի համար աշխատանք տանելով, թափանցիկ բաց ձևաչափով, ուրեմն ինչպես ասում եք, լեգիտիմ ձևով գրավես այն տեղը, որը արժանի ես գրավելու։ Եվ նույնը վարչության ընտրություններին էին, դրանք իսկապես լեգիտիմ, թափանցիկ Բայց հիմա ոնց եք բացատրում, որ վարչության ընտրություններում շատ նորմալ, որովհետեւ Չէ, ես պարզ է, որ նորմալ եք վերաբերում, բայց ինչ բացատրություն։ Իհարկե շատ բոլոր ընտրությունների արդյունքները պետք է ընդունես թե պարտությունը, թե հաղթանակը որպես կարևոր этап։ Բացատրում եմ նրան, որ քիչ մասնակցեցի նախընտրական շրջանի վարչության ընտրությունների ժամանակ եւ 2 շաբաթ ուշացումով քարոզարշավ մտա, ինչի արդյունքում նաեւ մեկ ձայն պակասեց, բայց հենց էտա որ ամեն մեկ ձայնը կարևոր է եւ ամեն ջանքը ամեն օրը կարևոր է։ Դու ես այդ քվեարկողն է, որ այն ժամանակ չի քվեարկել։ Եվ ի վերջո մենք արդեն ուրեմն եղանք Գորայք, Անգեղակոտ, Բռնակոտ եւ Սիսիան բնակավայրերում քարոզարշավից առաջին ձեր տպավորությունները կուզեի կիսեք։ Ոգևորություն, մարդիկ իրենք են պատմում մեզ կատարված ծրագրերի մասին, ճանապարհների, դպրոցի, առողջության ապահովագրության եւ այն արդյունքների, ինչ որ իրենք իրենց կյանքում հենց այսօր արդեն ականատեսն են եւ ակնկալում են շարունակությունը։ Այսինքն հենց մեզնից ակնկալում են, որ հաջորդ փողոցը, հաջորդ ամբուլատորիան եւ հաջորդ ծրագրերը մենք պետքա իրականացնենք։ Ես նաեւ զգում եմ, որ պարոն վարչապետ այն ոգևորությունը եւ խաղաղության ընկալումը եւ տրամադրությունը որ կա ընտրությունների ժամանակ տրամադրությունը շատ կարեւոր է, այսինքն ինչ տրամադրությամբ են ընթանում նախընտրական process-ները եւ տոնական տրամադրությունը մարդիկ լսում են հաճույքով, քննարկում են եւ ուրախություն կա եւ սա շատ կարեւոր է, որ այն փորձերը, որ արվում են ամեն անհատին մեկուսացնելու եւ այդ կեղծ անտուրաժը ստեղծելու, որ իբրև ամեն ինչ վատ է, չի հաջողել, այլ հակառակը մարդիկ խաղաղության պտուղները գնահատում են եւ այն տրամադրությունը տոնական որ կա ակնհայտ է, իսկ մենք դեռ առաջի օրն ենք սկսել քարոզարշավը։ Ինձ այսօր գիտեք, ես նախկինում գուցե ուշադրություն չեմ դարձրել կամ գուցե հիմա չեմ հիշում, դե բազմիցս եմ բարձր հանդիպումների մասնակցել։ Ինձ այսօր մի առանձնահատկություն իմ ուշադրությունը գրավեց, որ տենց մարդկանց տենց կլանող հայացքները։ Ես այնպիսի տպավորություն ունեի, որ նախ մարդիկ շատ կենտրոնացած լսում են, շատ կենտրոնացած։ Ես չգիտեմ, հիմա վստահ չեմ, գուցե լինում է բան, որ աչքիդ առաջարնեմ եւ ուշադրություն չես նկատում, ուշադրություն չես դարձնում, բայց այսօրվա հանդիպումներում ինչ որ մի հատ առանձնահատուկ կլանող հայացք կա իմ կարծիքով եւ դա կարող է կապված լինել հետեւյալի հետ, որ հիմա նաեւ մարդիկ շատ տեղեկատվություն են ստանում եւ շատ նաեւ կեղծ ինֆորմացիա, ճիշտ ինֆորմացիա եւ այլն, ես գիտեք ինչ տպավորություն ունեի, ոնց որ մարդիկ այտենց լսելով սկան են անում, մի հատ ուզում են հասկանան, այս ամեն ինչի մեջ, այս լուրերի մեջ, որտեղ մեկը ասում է, որ էսա սկսած դավաճանությունից մինչև որ Հայաստանը ծախվում է եւ Հայաստանը ծաղկում է, այսինքն երկու բևեռ կա, Հայաստանը ծախվում է այս իշխանությունների կողմից եւ Հայաստանը ծաղկում է, ինձ թվում է թե մարդիկ sense սկան են անում, որովհետեւ այդ թեման չի քննարկվում, ասենք երբեմն չնայած անդրադարձեր կունենանք նաեւ այդ թեմաներին, բայց կապ չունի, դու ինչի մասին որ խոսում ենք, մարդիկ sense սկան են անում, ամեն բառի մեջ, ամեն բառի ԴՆԹ մակարդակով ուզում են հասկանան, ամեն բառ այդ բառի մեջ ինչն է fake, ինչն է իսկական, ինչն է անկեղծ ինձ շատ ուրախացնում է, որովհետև ես համոզված եմ, որ այդ հայացքները
տեսնելու են ամեն ինչ, իրանք տեքստերն են ընկալելու, ենթատեքստերն են ընկալելու, կեղծիքներ են ընկալելու, անկեղծություններ են ընկալելու, ամեն ինչ ընկալելու են եւ սա է նաեւ այդ հայացքը, այդ կլանող հայացքն է նաեւ երաշխիքը, որ Հայաստանում հնարավոր չէ այլևս ժողովրդի կամքը ծռել, ժողովրդի կամքը նենգափոխել եւ ժողովրդին բան պարտադրել, առնել եւ այլն եւ այսպես շարունակ եւ դա շատ կարեւոր հայացք է, այդ փոփոխությունը, այդ քաղաքացու հայացքը, որ կանգնած է եւ ուղիղ նայում է եւ կլանում է ամեն բառը բաններ են շերտային տոմոգրաֆիա, որ ենթարկում են, չէ՞։ Համակարգչային տոմոգրաֆիա ենթարկում ամեն բառը, ու սա շատ հոյակապ նորություն է, ես սրա համար շատ ուրախ եմ։ Հիմա Տիկին Ավանեսյան, այս շրջանում նաև այս վերջին իհարկե առաջին օրինակ Քարոզարշավի, բայց վերջին ամիսներին մենք անդադ շփվում ենք մարդկանց հետ։ Ձեր զգացողությունը ինչ է ասում, ինչ արդյունք եք կանխատեսում։ Ես կարծում եմ սահմանադրական մեծամասնությունը լրիվ իրատեսական, անգամ այսօր, երբ որ առաջի օրն է, պարոն վարչապետ, եւ ինչպես ասում եք, իրանք նաեւ այսօր մի քանի հոգի նորից ասեցին տարիքով անձանցից, ասում են մենք գնահատում ենք, որ դուք մեզ եք դիմում, այնքան հետաքրքիր բան ասեցին, ասում են մենք զգում ենք, որ դուք մեզ եք դիմում։ Այսօր հետաքրքիր բան է։ Այդ արտահայտությունը այտենց շատ բան արեց, էլի, որ իրանք հասկացել են, որ մեր խոսքը իրանց է ուղղված։ Այստեղ գիտեք հետաքրքիրը ինչն է։ Այսօր գործընկերների ուշադրությունն եմ հրավիրում դրա վրա։ Այդ բանը, որ ես 2000 ինձ թվում էր թե բոլոր այն հատվածներում, երբ որ ասում եմ եւ այդ մեկ մարդը դու ես, որտեղ ասել եմ ինչ որ մի վարքյանից մարդիկ սկսել են ծափահարել, դա ինքնաճանաչումն է, դա արձանագրում է, որ իրանք հասկանում են, որ այդ մի մարդը իրանք հասկանում են, որ իրանք են որոշում։ Այս ամենակարևոր բանն է։ Իրանք այդ ծափահարելը իմիջիալը դες չեմ հիշում, ես այս խոսույթ օգտագործել եմ նախկինում եւ իհարկե հիմնականում հրապարակներում, որտեղ ուրիշ միջավայր է, բայց այդ ծափահարությունը նշանակում է մարդը իր իշխանությունը զգացել է, մարդը զգացել է երկրի տիրոջ իրակարգավիճակ ու մարդը գիտի, որ ինքն է որոշում խորհրդանական ընտրությունների ելքը, ով ուզում առնի ընդդիմություն, իշխանություն, fake ինֆորմացիա, հիբրիդ, ոչ հիբրիդ եւ այլն տեխնոլոգիա, չգիտեմ ինչ կապ չունի, ինքը գիտի, որ ինքն է որոշում եւ դա ամեն հեղափոխության եւ խաղաղության ամենակարևոր արդյունքն է, որովհետեւ խաղաղությունն էլ է կարևոր, որովհետեւ ուրիշ բան է սպառնալիքի ներքո որոշում կայացնելը, որ մարդը մտածում է, որ չգիտեմ ինչ վիճակ է, ուրիշ բան է ազատության պայմաններում այդ որոշումը կայացնելը, մարդը այսօր ազատ է, իհարկե քաղաքական ուժերը տարբեր սցենարներ են ներկայացնում, այդ սցենարների մեջ ամենատարբեր բաներ կա, բայց մարդը գիտի, որ ասում է խոսած է, այդ հայացքի մեջ ես այդ եմ կարդում, ասում է քաղաքական ուժերը խոսացեք, ես կորոշեմ, դուք ասեք ինչ եք ասում, ես կորոշեմ եւ այդպես էլ կլինի։ Շատ լավ, այսպիսին էր մեր եթերը Անահիտ Ավանեսյանի հետ, ով հիշեցնեմ զբաղեցնում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականը, Տիկին Ավանեսյանը 2020 թվականից առողջապահության նախարար է, դրանից առաջ 21-ի հունվարից առողջապահության նախարար է, դրանից առաջ 2018 թվականից եղել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ եւ նախորդ ընտրությունների համամասնական ցուցակում եղել եք թփել։ Եղել եմ 15-րդն է։ 15-րդը, շատ լավ։ Այսպեսին էր մեր եթերը Անահիտ Ավանեսյանի հետ առայժմ։